Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Իմունիտետի տաղավարում դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանն է։ Ողջույն, Մեդիահաբի եթերում իմունիտետն է, ես Ռոզիա Վետիսովաս։ Այսօր իմ տաղավարում կզրուցեմ դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանի հետ։ Ծով, բարի օր։ Բարև Ռոզի ջան։ Ես շատ ուրախ եմ քեզ այստեղ տեսնել վերջապես։ Ես էլ շատ ուրախ եմ ու ուրախանում եմ, որ քեզ տեսնում եմ ոչ միայն այստեղ, այլ միշտ կարոտում եմ, ուզում եմ շփվենք, շատ թեմաներից զրուցենք։ Ցավոք մեր զբաղվածությունը թույլ չի տալիս, երբեմն հաղորդումից եւ տաղավարներից դուրս իրար տեսնենք, բայց սա լավ առիթ է նաեւ այսօր ինչ խոսք մի փոքր կզրուցենք, դու կպատմես քո նորություններից եւ մասնագիտական եւ անձնական, բայց մի փոքր ուզում եմ հետ գնալ եւ սկսել այն ժամանակվանից, երբ դու որոշեցիր ընտրել դերասանուհու մասնագիտությունը։ Այս հարցը ես ոչ քեզ եմ տվել երբևէ, ոչ Տիկին Մեջլումյանին, ինձ հետաքրքիր է։ Մաման ինչպես էր վերաբերվում նրան, որ դու ընտրեցիր վերջապես դերասանի մասնագիտությունը։ Ես այս հարցին այնքան եմ պատասխանել, ինձ թվում է հեռուստադիտողը արդեն անգիր գիտի այս թեման։ Ես չէի ուզում դառնալ դերասանուհի, ես երբեք չեմ ցանկացել։ Ինքն էր ուզում։ Ոչ էլ ինքն էր ուզում։ Ուղղակի ստացվեց, այդպես ստացվեց, որովհետև արդեն այդ իմ ասում եմ ամենաչկողմնորոշված տարիքն է եղել ու ես չգիտեի ինչ եմ ուզում։ Իսկ երբ դու ընտրեցիր մասնագիտությունը ամեն դեպքում, երբ մաման էլ հասկացավ, որ վերջ արդեն գնացել ես թատերական եւ արդեն գնում ես թատրոն, արդեն դա քո, այսպես ասած, կյանքն է եւ ուրիշ ընտրություն չկա։ Երբեմն խոսել եք դրա մասին, որ երկուսդ էլ նույն ճանապարհով եք գնում։ Այ հիմա ուզում եմ հիշել, երբևէ նման խոսակցություն եղել է թե ոչ։ Չի եղել։ Չի եղել։ Կարծես այդպես էր նախասահմանված, ի վերուստ, չգիտեմ, այդպես ստացվեց։ Մենք երբեք միասին չենք խոսել հետաքրքիր, գիտես, առաջին անգամ այս հարցը լսեցի, մենք երբեք իրար հետ չենք խոսել այդ թեմայի մասին։ Երբեք չենք զրուցել, թե ինչու այսպես եղավ, ինչու ես ու դու նույն ուղիով գնացինք։ Այդպես ստացվեց երևի, չգիտեմ։ Գուցե ինքը ինչ որ չի արել, ես պիտի անեմ կամ լրացնելու նման մի բան։ Ես իհարկե ինձ համար դա շատ դժվար բան կլինի, բայց գուցե դրա համար։ Շատ երեխաներ, ինչ եմ ասում երեխաներ, որովհետև եթե նրանց ծնողները կայացած մարդիկ են իրենց ոլորտում, հենց մեր մասնագիտական ոլորտը օրինակ բերեմ, հա, ծնողները դերասաններ են եւ կայացած են, եւ քո դեպքում այդպես էր, դու քո մայրը Հայաստանի Հանրապետության լավագույն դերասանուհիներից մեկն է, ու միշտ ունենում են ինչ-որ բարդույթներ, երբ սկսում են շարունակել իրենց ծնողների ճանապարհը, որովհետեւ շատ լավ օրինակ ունեն եւ շատ վախեր են ծնվում։ Այ դու ունեիր այդ վախերն ու բարդույթները։ Այո, շատ երկար ժամանակ մարդիկ կային, այսպես ասեմ, ոչ բոլորը, խոսում էին դե որ Գրետայի աղջիկն է, դրա համար ընդունվեց անվճար, դե որ Գրետայի աղջիկն է, դրա համար Սունդուկյանում խաղաց, դե որ Գրետայի աղջիկն է եւ այսպես շարունակ։ Բայց այստեղ կա մի պարզ ճշմարտություն եւ ես այդ կոմպլեքսից շատ արագ դուրս եկա, որովհետեւ ես գիտակից մարդ եմ ու գիտես շատ ռեալ մարդ եմ, ռոմանտիկան ինձ հետ ընդհանրապես կապ չունի։ Ես դրա համար չեմ լացել, չեմ նեղվել։ Ես ինձ համար միևնույն է եղել, ինչպես հիմա, թե ինչ են խոսում իմ ետևից, ու այն ժամանակ էլ էր այդպես, որովհետև ցավոք թե բարեբախտաբար մեծամտություն չհնչի, աչքի ընկնող երեխա եմ եղել միշտ։ Ու երբ հասավ այդ ժամանակահատվածը, երբ որ Գրետայի աղջիկն է, Գրետայի աղջիկն է, Գրետայի աղջիկն է, բայց հիմա Գրետայի աղջիկն է, չէ, խաղում բեմում, ոչ թե Գրետան։ Ախր բեմը այնպիսի բան է, հայելի է, ով ուզում է լինի քավորդ, մայրդ, սանիկդ, հորեղբայրդ, քեռիդ, դու ես երևում բեմում։ Եվ այդ Գրետայի աղջիկը արդեն դուրս եկավ, ու եկավ Ծովինարը, որովհետև ես մի դերասանի հետ վեճ ունեցա, երբ ասաց բեմում էինք, ասաց Գրետայի աղջկան կանչեք թող գա, ես մոտեցա եւ ասացի ես անուն ունեմ, ես Ծովինարն եմ։ Ու ես ստիպեցի, որ թերևս ռեժիսորները մոռանան, որ ես Գրետայի աղջիկն եմ։ Ու շատ դեպքերում դա ոչ միայն օգնել է, այլև խանգարել է ինձ, որովհետև շատ մարդիկ կան, որ չեն սիրում քո մորը, չեն սիրում օրինակ, հա,
չգիտեմ, իսկ դրանից գալիս է հետևանք, որ քեզ նույնպես, եթե դու Գրետայի աղջիկն ես, քեզ նույնպես այդքան է լավ աչքով չեն նայի, հա, նույն ռեժիսորներ, չգիտեմ, ինչ-որ մարդիկ, դա այսպես շղթայակապ գալիս է։ Իսկ դու ինքդ բացի այդ ասեկոսեներից վախ ունեցել ես, որ կարող է այդպես լավ չխաղամ, ինչպես մաման է խաղում։ Ես երբեք նախ չեմ փորձել համեմատվել։ Ես խաղացել եմ նույն դերը, ինչ որ իմ մայրը, Ռուզան։ Եվ վերջերս ասելով դա 2016 թվականն էր, ասում եմ վերջերս։ Ինձ թվում է դա 3 է եղել, որովհետև շատ լավ դաջվել է այդ ամենը իմ հիշողության դարակներում, երբ Վահե Շահվերդյանը ինձ մի օր նորից զանգահարեց եւ ասաց ես ուզում եմ որ դու Ռուզան խաղաս այս անգամ Վանաձորում եւ ինձ հետ էին իմ շատ լավ ընկերները Անդրանիկը Խաչատրյան, Գնել Ուլիխանյան եւ իմ Նարեկա Հայկազյան ուզում էր որ միքս աներ Վանաձորի դերասաններին եւ մեզ եւ ստացվեր ներկայացում դա դեկադա էր իր ծննդյան օրվան նվիրված, եթե կհիշես։ Այո, հիշում։ Եվ ոչ միայն այդ ներկայացումն էր։ Այդ ներկայացումը պիտի խաղայինք հենց այդ դեկադայի ժամանակ, ցավոք սրտի Վահե Սուրենիչը հիվանդացավ այդ ընթացքում եւ այդ ներկայացումը ի տարբերություն մնացածների, մնացածը խաղացին, այդ ներկայացումը նորից դրվեց կողքի վրա, այսպես ասած, բայց անընդհատ ինձ ասում էր, որ դու պիտի գաս, պիտի խաղաս եւ Վանաձորում ինձ այսպես ասեմ, սովոր չէին, որովհետև այդ դերը խաղացել է մայրս եւ հրաշալի է խաղացել եւ այստեղ եւ Վանաձորում եւ թերևս այդտեղ վախ կար, որ միայն թե չհամեմատեն, որովհետև ես երբեք չեմ փորձի նույնիսկ համեմատվել եւ ընդհանրապես ոչ միայն մամայի հետ։ Ես լավ դերասաններից մի քիչ վախ ունեմ եւ նրանց խաղացած դերերը ես շատ դժվարությամբ կընդունեմ խաղալու։ Եվս այդպիսի մի դեր կար, որից ես ուղղակի հրաժարվեցի, ես չեմ ուզում դրա անունը տալ, դա ինձ համար փակ թեմա է։ Իսկ մայրիկի դեպքում, երբ ես խաղացի Ռուզան, շատերը եկան եւ ասացին, չեմ ուզի իհարկե այդ բառը ասեմ, բայց պակաս չէ իր, հա, այսպես ասեմ։ Այնտեղ ավելի ուռճացված բան խոսքեր ես չեմ սիրում։ Թող իրենք հետո կգրեն կամ կասեն դրա մասին, որովհետև ես իսկապես վերապրումով եմ խաղացել այդ դերը ու ինձ համար շատ մեծ նշանակություն ունեցող դեր էր։ Շատ էին ասում, չէ, Գրետայի աղջիկն է, բայց ես գիտեմ մի բան, Տիկին Մեջլումյանը նաև քո դասախոսն էր։ Եվ այն տարիներին, երբ ինքը քեզ դասավանդում էր, շատ խիստ էր եւ քո եւ մնացածի միջև տարբերություն չէր դնում։ Եվ ինչ որ քննության հետ կապված հետաքրքիր դեպք եմ հիշում անգամ։ Կպատմես մի փոքր դրա մասին։ Տեսեք, հակառակը ասեմ, մայրս ամենավատ տեքստերն էր ինձ տալիս, երեխեքը ընտրում էին, ու ինչը տակը մնում էր, ես էի կարդում էլի, այսպես ասեմ, որովհետև իր համար դե մեր կուրսը շատ լավ կուրս էր, ես բոլորին ջերմ ողջույններս իմ շատ լավ հարազատ ընկերներին, գոլեգաներին, մենք շատ սիրում էինք սովորել ու սիրում էինք զարմացնել մեր կուրսղեկին, որ մենք այսել կարող ենք անել այսպես, ու ես հիշում եմ մի բեմական խոսքի քննություն, երբ բոլորին տրվել էր ինչ-որ հետաքրքիր պատմություններ գրողների մասին, Արտաշեսը կարդում էր Բուլգակով, ես ճակատագիրը կբռնեմ կոկորտից, չգիտեմ, Հերմինեն ինչ-որ ուրիշ ավելի հետաքրքիր ու ինձ տրված էր, վերջում ինձ հասավ Լև Տոլստոյի մահը։ Եվ ես պետք է այդ տեքստը սովորեի ու շատ դժվար բառեր էին, երկրորդ կուրս էինք թե ինչ, ու քանի որ այդ ամբողջ ռուսական անուններն էլ պետք է հայեցի ասվեր, այսինքն Լև Տոլստոյը Յասնայա Պոլյանայում ապրեց եւ ծերացավ եւ այնտեղ նրա կին բան։ Ես կարդում էի, ոչ մի կերպ այդ տեքստը ինձ մոտ չէր նստում ու ինքը բոլորի հետ աշխատում էր ժամերով, ինձ հետ միշտ ասում էր լավ չի, անգիր չգիտես, լավ չես աշխատում, բան ծույլ ես եւ այլն եւ այլն։ Եվ մի օր քննության ժամանակ արդեն բոլորը պատրաստ, հանձնաժողովը նստած,
բոլորը սկսեցին կարդալ ու ես մոռացա տեքստը։ Մի քանի տող ասելուց հետո անմիջապես խեղճ Լև Տոլստոյին գերեզման դրեցի, այսինքն այնտեղ ահագին ապրումներ, ծավալուն նկարագրություններ եւ այլն։ Ես շատ հանգիստ 2 վայրկյանով վերջացրեցի տեքստս եւ այս ինչ պատտվեց նայեց մամային ու ասաց գրեթե ասա ինչ էր։ Եվ իհարկե ես ինձնից շատ գոհ, որ վերջապես ասել եմ, լավ, մի քիչ թռել եմ, մի քիչ դե գիտես դա ինչ բարբերություններ են, եւ արդեն գնահատականները դնելու ժամանակ ես տեսա, որ գրված է չստուգված։ Այսինքն կտրել էր ինձ քննությունից մայրս, ու դե բոլորը սկսեցին ծիծաղել եւ այլն, ես ասում եմ ոնց ինչ ասեց, այո դու մոռացար տեքստը, ես չգիտեմ բան, խայտարակություն էր այս ամենը եւ այլն, ու ինչպես կխոսի ուսանողի հետ իր, այդպես էլ ինձ հետ նրա անաչառ բնավորության մասին բոլորը գիտեն։ Եվ ես հետո գնացի ասի մամա, ինձ պիտի ինչ-որ գումար տաս, որ ես գնամ վճարեմ, որ վերաքննության կամ, ասեց ոնց նման բաներ կան, դեռ ինքը տեղյակ չէր այդպիսի բաներից, ասի, բա, այդպիսի բաներ։ Ու եկա վերաքննության, նորից Լև Տոլստոյը կարդացի, նշանակեց ինձ մի կերպ, եւ ես վերջապես ազատվեցի այդ քննությունից։ Նաեւ ասեմ, որ իմ մայրը երբեք չի խառնվել, ոնց ասեմ, իմ կարիերայի կայացման գործում երբեք ոչ մեկի մի բառ անգամ ասած չկա, հակառակը միշտ Վայե Շավերդյանին ասում էր հանիր ծովիկին այդ ներկայացումից, նա երեխաներ ունի, երեխա ունի, թող գնա զբաղվի երեխայով։ Եվ այսօր ինձ միշտ ասում էր, չէ, պիտի խաղա, Գրետա ջան, պիտի խաղա, ինչու։ Ինքը ամեն կերպ փորձում էր ուրիշ մարդկանց համար ավելի շատ բան է արել, այսպես ասեմ, քան իմ ընկերների համար ինքը ավելի շատ է պայքարել դեռ այն ժամանակ, քան իմ։ Ես դա կարող եմ բարձրաձայն ասել, այո։ Դու Նարեկը արդեն 20 տարի, չէ՞, 20 տարի միասին եք, թե ամեն։ Այ Աստված իմ չսիրած հարցը, 19 տարի։ 19 տարի միասին եք, գրեթե 20 տարի, եւ ուսանողական տարիներից միասին եք, եւ արդեն համարյա թե 20 տարի, եւ ամուսինները երբ երկար են իրար հետ ապրում, ամուր ընկերություն է ձևավորվում իրենց մեջ, բացի սիրուց եւ այլ զգացմունքներից։ Այ ես ուզում եմ դու մի փոքր խոսես ձեր ընկերության մասին։ Այո, մենք լավ ընկերներ ենք։ Տեսեք, գուցե վատ ամուսիններ ենք, գուցե, չգիտեմ, բայց այն, որ մենք լավ ընկերներ ենք, դա փաստ է, որովհետեւ մենք կարողանում ենք իրար ձեռք բռնել ամենա դժվար իրավիճակում։ Եթե նույնիսկ մենք վիճել ենք այդ ժամանակ, եթե նույնիսկ մենք չենք հասկացել իրար այդ պահին, եթե ինչ-որ բան է պատահում, որտեղ պետք է, որ մենք երկուսով միասին լինենք, մենք երկուսով ենք։ Եվ ասեմ, այո, նա շատ լավ ընկեր է, շատ անդավաճան ընկեր է։ Շատ անդավաճան։ Ընկերներիցս լավագույնն է։ Այո։ Որպես ընկեր հրաշալի։ Կարող ես հենվել նրա վրա եւ ասեմ, Նարեկը որպես ընկեր շատ ազնիվ է եւ շատ սրտացավ։ Շատ, դա ես գիտեմ եւ տեսնում եմ։ Եվ այնքան եմ ցավում, երբ տեսնում եմ, որ իրեն չեն հավատում, չեն վստահում, ավելի շատ կողքի մարդկանց են լսում, հորինում են բաներ, որոնց մասին մենք հետո ենք իմանում եւ հասկանում ես, որ ինչու ես տեսնում եմ Նարեկի իսկական ընկեր լինելը, իսկական, ազնիվ, արդար, եւ դու էլ գիտես դրա մասին։ Նրա բնավորության մեջ չկա այդ խարդախ, փոքր, ինչ-որ ինտրիգներ, էժան բաներ։ Այո, նա երբեք նման բաների չի գնացել եւ չի գնա իր կյանքում, որովհետեւ առաջին հերթին Աստծո մարդ է, շատ ուժեղ հավատք ունի եւ շատ հավատարիմ մարդ է իր սկզբունքներին, ընկերներին եւ այն ամենին, ինչին ինքը որ նվիրվում է։ Ծովիկ միասին աշխատել նույն տարածքում երկար տարիներ։ Դա չի խանգարել երբեմն ձեր անձնականին, չեք մտածել դու կամ Նարեկը, որ ինչ որտեղ ճիշտ չի, որ մենք միասին ենք աշխատում։ Տանը միասին ենք, աշխատավայրում միասին ենք։ Տեսեք,
չի խանգարել, որովհետև մենք տարբերակում ենք տունը ուրիշ բան է, աշխատանքը ուրիշ բան է։ Եվ գիտեք, մենք մեղավոր չենք, որ երկուսս էլ դերասան ենք։ Եվ երկուսս էլ հայտնվել ենք Մայր թատրոնում։ Գուցե վաղը մյուս օրը մեկը հայտնվի այլ թատրոնում, մյուսը այլ թատրոնում, այսինքն տարբերվի մեր աշխատավայրերը, բայց մենք իրականում իրար այնքան կպած ենք մասնագիտական առումով։ Մենք այնքան խորհուրդներ լսելու կարիք ունենք, մենք մեկս մյուսից անընդհատ հարցնում ենք, ամեն փորձից հետո, ամեն ներկայացումից հետո հա ոնց էր, բայց զգացիր, որ այս մասը ես լավ բան չարեցի կամ դու տեսար, որ այս մասում ես հա այսպես մենք իրար լրացնել գիտենք, իրար ոգևորել գիտենք եւ շատ հաճախ նույնիսկ ասում եմ ինչքան լավ է, երբ Նարեկը իմ կողքին կա, որովհետեւ շատ դեպքերում ես կարող եմ պորտկամ, ես էմոցիոնալ եմ շատ քան ինքը այդ առումով, նա կարող է վիրավորանքը կուլ տալ եւ համբերել։ Ես այդ պահին եմ արձագանքում, ես այդ պահին եմ խոսում, ես ինչ մտածում եմ, ասում եմ, չմտածելով, որ դա գիտեք, նույնիսկ չհասկանալով, թե ինչ ասեցի կամ հա, ինչպես ասեցի, դա կարող է դառնալ պատմություն, այո, մեծ։ Դա կարող է քննարկման առարկա դառնալ, դա կարող է եւ ես ունեմ իմ թիկունքին մի ժայռ, որ այդ ամենի պատասխանը կարող է տալ շատ հանգիստ, այսինքն իմ բոլոր ասված չասվածների, իմ բոլոր արարքների պատասխանատվությունը նա վերցրել է իր վրա եւ ոչ որպես ամուսին, այլ նաեւ որպես գոլեգա։ Այսինքն ամեն դեպքում դրական է, որ դուք միասին եք Անշուշտ, անշուշտ, այո։ Ես այլևս չեմ պատկերացնում առանց իրեն ինչ որտեղ որ ես աշխատեմ, հա, թատրոնի առումով, որովհետեւ ես այնքան մեծ ուժ եմ զգում իմ թիկունքին, այնքան կարող եմ հենվել։ Եթե նույնիսկ ես սխալ լինեմ, եթե նույնիսկ ես պորտկամ այդ պահին կամ չգիտեմ ինչ, նա շատ հանգիստ է այդ ամենը տանում, որովհետև գիտի, որ իմ սիրտը իրականում մաքուր է եւ ես ոչ մեկին հաստատ չեմ ուզի ցավ պատճառեմ։ Իսկ եղել է դեր որ ասի, ծով, այս չեմ ուզում դու խաղաս։ Այո, եղել է։ Հա։ Այո, եղել է։ Եղել է։ Ժամանակ կար, ժամանակ ոչ միայն թատրոնում, այլ նաեւ ֆիլմերում։ Ես ունեցել եմ առաջարկներ եւ նաեւ գեղարվեստական ֆիլմի իր միջեն ինձ համար բավական է եղել, որ ես ասեմ, օքեյ։ Իսկ ու ես դրանից ոչ մի սկանդալ չեմ սարքել, դրանից իմ կարիերան խանդի պատճառով էր, թե խանդի ինքը գտնում էր, որ պրոյեկտը լավ է չի։ Խանդի չէ։ Իրեն դուր չէր գալիս այդ կերպար, այդ էր ու ասում էր արժե արդյոք դրա մեջ մտնել, չգիտեմ։ Ես ասում եմ, եթե չարժե չանեմ, ես էլ եմ այդպես կարծում, որովհետև գիտեք, կարիերան դրանից չի տուժում։ Այն առումով, որ ուրեմն քոնը չի։ Ուրեմն քոնը չի, պիտի գնա հասնի իր տիրոջ այդ դերը։ Եվ նույնիսկ դեպքեր է եղել, երբ ես եմ հրաժարվել, ասලා ինչու, ասեմ չեմ կարող, չգիտեմ, ասලා շատ իզուր, շատ լավ կերպար էր։ Գիտեք, տարբեր այսպիսի բաներ կա, որ ես երբեք իրեն դեմ չեմ գնացել Ռոզի։ Ես չեմ տարել առաջ իմ կարիերան, իմ այստեղ էլ լինեմ, այնտեղ էլ լինեմ, այստեղ էլ խաղամ, այնտեղ էլ խաղամ, բոլորը ես, որովհետև իմ անձնական կյանքը, իմ ներսի կյանքը այնքան հետաքրքիր է, ես չունեմ դրա կարիքը անընդհատ ինչ որտեղ լինելու։ Ես հիմա ունեմ մի դեր, աշխատում եմ այս բային այդ դերի վրա, դա ինձ լիովին բավական է։ Ես չեմ կարող անընդհատ վազել, ես խարակտերով փիսո եմ, ընտանիքի տակ տեղի համովիկ լինի, տակ սնունդ լինի, լավ ֆիլմ լինի, ընտանիքս առողջ լինի, մի դեր պակաս թող խաղամ, դրանից աշխարհը չի փլվի։ Ես նվիրյալ չեմ։ Ես առաջին անգամ եմ բարձրացնում, ես ընդամենը աշխատում եմ թատրոնում։ Վերջ։ Բայց մաման նվիրյալ է առ այսօր։ Նվիրյալ է, այո, նվիրյալ է, որովհետև իր ամբողջ կյանքը թե անձնականով, թե գործնականով նվիրել է թատրոնին։ Իսկ ես ինձ պահում եմ, որովհետև ես դա տեսել եմ։ Ես տեսել եմ։ Եվ ինչ։ Ինչպիսի ծնողներ եք դու եւ Նարեկը եւ ով է խիստ։ Դու թե նա։ Նարեկն է խիստ, դե տղաներ են ավելի։ Ինձ այդքան էլ լուրջ չեն վերաբերվում իրենք, որովհետև ես ավելի շատ ընկեր եմ իրենց համար։
նույնիսկ ասեմ ավելի շատ քույր եմ իրենց համար, ավելի շատ ես փորձում եմ իրենց հասկանալ, ես այդ տարիքում եղել եմ եւ երբեք որևէ դիսկոմֆորտ չեմ ուզում առաջացնեմ իրենց համար, որ այս չի կարելի, այս կարելի, այսպես չանես, այսպես կխոսես, այսպես չնստես, այ որ այս մարդը գա ժպտա, ձեռքը բռնի, բան, իրենք ազատ են իրենց կամքով եւ ես դրա համար շատ ուրախ եմ։ Իրենք ավելի այսօրվա երեխեք են, իրենք հասկանում են իրենց ինչ է պետք այսօր։ Եվ մենք ուղղակի թույլ ենք տալիս հետևելով, որ հանկարծ վտանգի չենթարկվեն։ Իմ հույսը այս առումով վերևում է։ Ես միշտ իմ երեխաների համար աղոթում եմ, որպեսզի իրենք սխալ ճանապարհով չգնան, որովհետև իրենք արդեն մեծացել են եւ քո ձեռքերը լվանալու պահը եկել է, դու չես կարող անընդհատ խառնվես իրենց անձնական կյանքին, իրենց մտքերին, ասես ոչ դու ճիշտ չես մտածում, ինչու ինքն էլ ունի իր ճշմարտությունը։ Թող փորձվի, թող սխալվի, թող ընկնի, թող վեր կենա, այս կյանքը դրա համար է։ Մենք ավելի ազատ ծնողներ ենք, բայց Նարեկը ունի խստություն սովորելու, կրթվելու, որ անպայման պիտի լավ սովորեք, որ պիտի ամեն ինչից տրամաբանեք, կամ որպեսզի հեշտ լինի այս կյանքում հասնել ինչ-որ բաների։ Կնոջը 3 տղաների հետ մեկ տան մեջ շատ բարդ է։ Իրենք այդ կարծում եմ ինչ որտեղ դու պետք է իրենց հա սովորեցնել կենցաղում ինչ-ինչ բաներ կիսում են քեզ այդ աշխատանքների հետ կապված օգնում են քեզ։ Ցավոք ոչ, ես չեմ ստի, իմ փոքրն է ավելի շատ ինձ օգնում, արշակս։ Երբ տեսնում եմ ես հոգնած գալիս եմ ինչ-որ գործ եմ անում, մամա ինչով օգնեմ, մամա ինչով օգնեմ, ասում եմ կամ էս բանն արա, կամ չէ պետք չի բալես, նորմալ է ամեն ինչ։ Բայց եթե խնդրեմ կանեն։ Եթե ես զգամ որ չէ վիճակի չեմ, եթե խնդրեմ կանեն։ Ես փորձում եմ ինքս գլուխ անել ու ես այն բանը չունեմ որ օй բաժակը իր տեղում դրված չէ, այսինչ տրագեդիա է, ողբերգություն։ Չէ, գիտեք, այս կյանքում ավելի կարևոր բաներ կան, քան կենցաղն է։ Ոչինչ, որ անրի գլխարկը, ասենք, բազմոցին է այս պահին, դա ինձ չի խանգարում։ Ես կարող եմ մի օրում ամբողջ տունը շուռ տալ եւ հավաքել, եւ կարող եմ ինչ-որ օրեր այդպես հանգիստ նայել դրան։ Չեմ ասում թափթփված կամ եսի ինչ, բայց ես փորձում եմ միայն կենցաղի մեջ չտապակվել, հա, կամ հասցնելու բան այդ մարմաճը չկա իմ մեջ։ Ինչքան կհասցնենք, ինչքան կարող ենք կանենք։ Այդպես։ Բարդ է 3 տղաների ետևից հավաքելը իսկապես շատ բարդ է, բայց ես փորձում եմ մի քիչ ինձ պահեմ։ Խնայեմ ուժերս, այո, մի քիչ։ Իսկ մասնագիտության առումով նշмарվում է արդեն ինչ են որոշել ընտրել։ Ոչ դերասան Երկուսն էլ, այո։ Իրենք չեն ուզում։ Իսկ դուք։ Ինձ համար միևնույն է։ Ես անկեղծ եմ ասում։ Իրենք ինչ ընտրեն, ես իրենց կօգնեմ, կաջակցեմ, կուզեն կփոխեն հետո մասնագիտությունը։ Բայց չսիրահարվեցին, հա, թատրոնին։ Մանկուց լինելով թատրոնում, հա, շատ եղան թատրոնի մեջ գուցե։ Ահա։ Էլ այդ ակնածանքով չեն նայում գուցե թատրոնին։ Գիտես Ռոզի, հետաքրքիր բան ասեմ, նույնիսկ Անրին խաղաց Մուսալերում, Ստեփան խաղաց եւ այլն։ Սուտ կլինի ասեմ, որ չեն սիրում արվեստը։ Անրին շատ սիրում է լավ ներկայացումներ։ Մեծ տղաս շատ հետաքրքիր ճաշակ ունի, սկզբունքային տիպաժ է, շատ իմ ու Նարեկի խառնուրդն է, այսպես ասեմ, բայց ունի կարծիք, որը փոխել անհնար է։ Գրեթե անհնար, գուցե ազդես ինչ-որ, բայց չէ, եթե չսիրեց այդ ներկայացումը, ինչքան ուզում է ասես, բայց գիտես այնտեղ մի բան, կասի չէ, իսեր Աստծո։ Այսինքն ունի կարծիք։ Եվ էլի գուցե գնա արվեստի գծով, բայց ոչ դերասանի, որովհետև իր համար ինչ-որ մի բան կամ կոտրվել է իր մեջ այդ որտեվ իրեն շատ հրավիրում են ֆիլմերից իմիջայլոց իր արտաքինի համար եւ խոսքի համար ինքը շատ հետաքրքիր է դեմքով եւ այլն բայց ինքը չի գնում շատ դեպքերում հրաժարվում է չի ուզում խաղալ չէ մի անգամ նույնիսկ դեպք եղավ չեմ ասի անուն կամ բան կանչեցին հետո ինքը համաձայնվեց որ պիտի գնա հետո ասեցին դե գիտեք մենք չենք վճարելու որովհետեւ դուք նոր եք սկսում եւ այլն Արին ասեց դա ինձ պետք չի եւ դուրս եկավ ասեց ոչ ինձ պիտի գնահատեն հենց սկզբից եւ այո ինքը ճիշտ է ասում այո ցանկացած աշխատանք պիտի աշխատանքը պետք է դա մեծամտություն չի դա
մարդը մտածում է այսօրվա պատանու նման, որ ես եթե այս բանն անում եմ, դու ինձ պիտի վարձատրես, ես ինչի համար եմ այս բանն անում։ Դու պիտի ոգևորես։ Ֆիլմի մասին է խոսքը ինչ որ։ Եվ նա չգնաց։ Եվ ես ասացի ոնց կուզես։ Ոնց կուզես։ Գնանք նեղ մասնագիտական հարցերին քեզ թատրոն եւ հեռուստատեսություն։ Հեռուստատեսությունում արդեն վաղուց, չէ՞, Մարիա հեռուստա սերիալը կա։ Վաղուց եմ հեռուստատեսությունում, Մարիան արդեն մոտավորապես ճիշտն ասած կարծես անցած տարվա սեպտեմբերն էր։ Երևի թե շուտ 1 տարին դեռ չի լրացել, բայց արդեն բավական դիտված եւ բավական աղմուկ հանած նախագիծ է։ Մանավանդ իմ կերպարը։ Իսկ թատրոնում ինչ եք անում այս պահին։ Թատրոնում այս պահին շատ հետաքրքիր փորձեր են ընթանում։ Լիր արքա Շեքսպիր։ Բեմադրիչն է մեր շատ սիրելի Արմեն Էլբակյանը։ Եվ ասեմ, ինձ շատ հետաքրքիր է այս նոր ծանոթությունը իմ դերի հետ եւ ընդհանրապես կերպարի գաղտնիքների հետ եմ սկսել ծանոթանալ։ Ում ես մարմնավորելու։ Մեծ աղջկան Գոներիլին, ով ինձ համար շատ բարդ կերպար է եւ ընդհանրապես կապ չունի ինձ հետ։ Ես հիմա ինձ խնդիր է տրված, որ ձայնս մի քիչ իջեցնեմ, ավելի ներքին տոների մեջ պիտի խոսեմ։ Ես հիմա դա անում եմ եւ չգիտեմ կստացվի թե չէ, բայց ես աշխատում եմ եւ ես ինչը որ սիրեցի կաշխատեմ, ինչը որ չէ ծուլորեն կանեմ, այսինքն տրված է անելու համար կանեմ։ Դու ժամանակին երիտասարդ սիրահարված հերոսուհիների էր մարմնավորում մեծ մասամբ, հա ես քեզ բեմում այդպես եմ հիշում։ Հիմա արդեն փոխվել է, հա, դերացանկը, այսպես ասած, ու դու ինքդ այդ փոփոխության հետ ո՞նց ես հարմարվել։ Շատ սիրով։ Սահուն է լինում քեզ։ Շատ սահուն։ Որտեւ Եթե դու բարդ է լինում դերասանուհիների մոտ հատկապես։ Սուտ է։ Իրենք այդպես չեն ուզում։ Գիտեք, եթե դու հասկանում ես իրապես, դու քեզ տեսնում ես հայելու մեջ, դու հասկանում ես, որ դու առաջվա ջահել 16 տարեկան աղջնակը չես այլևս։ Եվ գիտեք, ինչքան ճիշտ եւ կարեւոր է, երբ դու հասկանում ես դա եւ մտածում ես գիտակցորեն, որ անցավ այս շրջանը։ Եվ ասեմ 40-ից հետո շատ ավելի հետաքրքիր դերեր ու դերացանք կա, քան այն ինչ որ դու խաղացել ես 16-ից մինչև 30-ը։ Համաձայն եմ։ Ախր այնքան մեծ սիրուն, ծավալուն գործեր կան, հենց խորը, արդեն ապրեցված, արդեն հենց այն որ քոնն են դրանց պիտի ձգտես, այլ հակառակը չանես։ Եվ հետո նոր սերունդ է գալիս, ես երբեք չեմ ուզել ինձ վրա ծիծաղեն կամ ինձ ասեն տես, չգիտեմ, Ջուլիետ է խաղում, օրինակ, հա։ Ես դրա համար շատ զգուշորեն եմ։ Ես փորձում եմ պահպանել իմ արտաքին գեղեցկությունը, որովհետև ես դերասանուհի եմ եւ դու անընդհատ դուրս ես գալիս մարդկանց մեջ եւ ես չեմ ուզի թերի լինեմ, դա բոլոր կանայք են այդպես։ Բայց դա կապ չունի հոգեվիճակի հետ։ Գուցե իմ մարմինը ինձ թույլ տա ես դեռ խաղամ, հերվից չերևամ, որ ես մեծ եմ, հա, արդեն։ Բայց ինձ իմ հոգեվիճակն է ասում, որ բնությունը։ Իհարկե, այստեղ պիտի խոսի անմեղությունը, այդտեղ պիտի խոսի ուրիշ։ Գուցե խոսքը թերի լինի այդ աղջնակի, որը պետք է մտնի, գուցե մի քիչ չապրեցված լինի, բայց դա բացվելու վրա է, մենք հո գիտենք ինքներս։ Ու գիտեք, ես երբեք ինքս ինձ չեմ խաբում, երբեք։ Ու հիմա հնարավորինս փորձում եմ հետ գնալ այդ ամեն ինչից, որ վերջ ես իմ տարիքից ջահել դերեր չեմ ուզում խաղալ։ Տվեք ինձ իմ տարիքի դերեր եւ ես կխաղամ։ Եվ այդ տեսակ դերերը այնքան բազմաշերտ, այնքան գունավոր, այնքան այդ ինչ ներկապնակ կա։ Եթե սկսենք դասականներից, Աննա Կարենինայով սկսենք, վերջացնենք, չգիտեմ ինչերով։ Արդեն երեխաներ ունի, արդեն հազար ու մի բան կա։ Իսկ մենք մեզ խաբում ենք ասելով, որ դեռ կարող ենք, ժամանակ չկա փոխելու դերասանուհի բան։ Երիտասարդներն էլ մեծանում են արդեն, չէ՞։ Ու այսպես ներկայացումներ են, որ կփակվեն։ Ցավոք սրտի։
Ես անկեղծ եմ եւ իմ կարծիքը բոլորը գիտեն։ Հրաշալի է, որ դու անկեղծ ես։ Այո։ Մի հարց էլ տամ։ Եթե հնարավորություն ունենաս հետ գնալու, կգնաս դեպի ուսանողական տարիներ, թե ավելի վաղ մանկություն, թե գուցե ու մեկ ուրիշ շրջան։ Ես չեմ ուզի ոչինչ փոխել։ Ոչ թե փոխելու, ուղղակի հետ գնալու, որ այդ պահին Նորից- այդտեղ նորից նորից լինես մի վերապրեմ։ պահ։ Չէ, ոչ ուսանողական, ոչ մանկական։ Ես մի տեղ կանգ կառնեի, այո, մի պահ։ Չեմ կարող ասել դա որ ընթացքներ, բայց ինձ համար կարևոր ընթացք էր իմ Գիտեք, տարիք եկավ, երբ ես սրա մասին առաջին անգամ եմ ասում, երբ դու ներքուստ փոխվեցիր, մեծացար։ Սկսում ես արդեն չվստահել, սկսում ես արդեն ուրիշ կերպ տրամաբանել։ Ես միշտ ասում եմ ինքս ինձ հետ ես չեմ ձանձրանում երբեք, որովհետև այնքան հետաքրքիր պահեր են եղել իմ կյանքում ու այնքան անբացատրելի ու այնքան սիրուն հուզիչ եւ ոչ այդքան։ Այդ պահերին ես կուզեի մի պահ կանգնել։ Ես չգիտեմ դա որ քանի անգամ կլիներ, բայց այն ինչը որ ես զգում եմ սրտով, գիտեք ներկայացումներ կան նայում ես ասում ես, վաու, ինչ սիրուն է, վաու, ինչ լավն է, բայց սիրտը չի աշխատում։ Չի թփթփում, չես ապրում դերասանի հետ։ Ուղղակի նայում ես, որ վայ, ես բանն իջավ, այն բանը բարձրացավ, ֆոկուսներ, ինչ որ նոր տենդենս կա զարմացնելու։ Իսկ ես զարմանում եմ առնվազն անկեղծությունից։ Ես հիմա զարմանում եմ, երբ նայում եմ, որ բեմում ընդամենը մի սեղան է եւ վերջ ու խաղում են դերասանները։ Մենք վերադառնում ենք այդ ֆորմատին։ Այդ ընթացքն է, ինչու եմ սա ասում։ Սիրտս որտեղ թփթփացել է, այդ պահերը կուզեմ կրկնվեն։ Գուցե դա իմ երեխաների ծնունդից սկսենք։ Չգիտեմ, կամ հանդիպումներից Նարեկի հետ կամ ուրիշ այդ թփթփոցներին ես կարոտել եմ։ Որտեղ որ սիրտս թփթփացել է ու ամենաարագը, այդտեղ ուզում եմ մի պահ կանգ առնել։ Կինը երբ իմաստնանում է, դա օգնում է իրեն, թե երբեմն ավելի շատ խանգարում։ Օգնում է, իհարկե օգնում է, որովհետև չեմ ասի իմաստուն, բայց գոնե ինչ որտեղ խելացի կամ խորագետ կանայք շատ լավ հասկանում են իրենց ինչ է պետք եւ ընդհանրապես իրենց այս կյանքում ինչ որ բան պետք է առավել թե ոչ։ Գիտեք, երջանկությունը դա այնպիսի բան չի էլի, ես միշտ մտածում եմ, ինչ է երջանկություն, ինչ է սերը, ինչ է կյանքը, կյանքի իմաստը։ Չէ՞ ինչ որ այսպիսի հարցեր կան։ Ու դու հասկանում ես, որ այդ ամեն ինչը ընդամենը քո ներսում է, կամ ուզում ես այդպես լինի, կամ չես ուզում։ Ամենա ցավ ապրող մարդու մեջ էլ կա երջանկության սինդրոմ։ Դա մարդուց է գալիս, կամ այդպեսին ես, կամ ոչ։ Կան միշտ բողոքական մարդիկ, ինչ ուզում է լինեն, իրենք բողոքում են։ Իրենք անընդհատ նեգատիվ։ Իսկ քո սրտում արև պետք է լինի։ Կնոջ էներգետիկան է ամենակարևորը։ Կամ կա, կամ չկա։ Դա չի ծնվում, դա չեն ստեղծում։ Դա կամ կա, կամ չկա։ Հիմա ես կարծում եմ, որ ոնց ասեմ, դրա մեջ էլ է երջանկությունը։ Ես դա ունեմ։ Իսկ իմունիտետ ինչի հանդեպ չունես։ Կորուստների, մարդկային կորուստների։ Ես միայն դրանից եմ վախենում։ Եվ ուզում եմ այնպես ապրել Աստծուն հաճո, որ ես երբեք այսպես ասեմ, ամեն ինչ լինի իր ժամանակին։ Միայն իմ վախը դրանից է, որովհետև ուրիշ վախենալու բան չկա, բացարձակ։ Ես վախենում եմ նաև ու գիտեք վախենալ ասելով
Ինչու ենք մենք մոռանում մեր քրիստոնյա լինելը։ Կարող է շատ եմ փիլիսոփայում, բայց ախր բաներ կան, որոնք չի կարելի անել։ Եվ մարդիկ անում են։ Եվ չեն վախենում։ Ես վախենում եմ այդպիսի մարդկանցից։ Անհավատ մարդկանցից։ Վախենում եմ այդ բաներից։ Շնորհակալ եմ, որ այստեղ էիր եւ շատ շնորհակալ եմ, որ այսքան անկեղծ էիր։ Շնորհակալ եմ քեզ Ռոզի ջան, որ մենք վերջապես հանդիպեցինք Եվ զրուցեցինք շատ հաճելի բաների մասին։ Այո։ Իսկ մենք կհանդիպենք Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։